Այսօրվա վիդեոն երևի հետաքրքիր կլինի միայն որոշակի մարդկանց համար։ Սա իրենց ներկայացնում է սարքը, իրենց ներկայացնում է pacemaker կամ ասում են ռիթմավորման սարք Հայաստանում եւ կարդիոստիմուլյատոր։ Կարդիոստիմուլյատոր, որը կարող է մարդկանց սրտի աշխատանքը կարգավորել, ռիթմի աշխատանքը կարգավորել։ Սա իրենից ներկայացնում է ոչ միայն կարդիոստիմուլյատոր կամ pacemaker, սա նաև դեֆիբրիլյատոր է։ Այսինքն, եթե սրտի կանգ է լինում մարդու մոտ, նա նաև հատկություն ունի ոչ միայն կարգավորելու, այլ նաև խփում է հետաբերում մարդու։ Այս սարքը տեսնում եք Medtronic սարքն է, Medtronic բրենդն է, տարբեր բրենդեր կան։ Հենց ինքը դրված է եղել մարդու սրտի վերելի հատվածում, 10 տարի շարունակաբար ծառայել է եւ ված չի ծառայել։ Հիմա եկել է այն ժամանակը, որ 10 տարի հետո փոխվելու է եւ դրել են նորը։ Ու 10 տարի ասեցի, ընդհանրապես ասում են 9-ից 10 տարի, բայց դա կախված է աշխատանքից, թե ինչքան է աշխատում ինքը մարդու մոտ, որովհետեւ լինում է, որ մարդկանց մոտ անընդհատ է ինքը աշխատում, բնականաբար ժամանակ ինքը ավելի կարող է քիչ տարիներ ծառայի։ Լինում է, որ ուղղակի շատ տոկոսով են որոշում նաև, քանի տոկոս է ինքը սիրտը աշխատացնում։ Լինում է, որ ընդամենը 10-15% են պետք լինում, 20%, 40%, իսկ լինում է, որ 99%-ով ինքը սրտի աշխատանքը իր վրա է։ Եվ եթե այս սարքը չլինի, բնականաբար այդ մարդու սիրտը չի աշխատի։ Այսպես, էլ ինչ ասեմ այս դրա մասին։ Հա, յուրաքանչյուր ասեցի 10-ից 11 տարի միջին մեկ փոխում են։ Սա մեծ տեսակն է ու 10 տարի առաջվա։ Ես կարծում եմ, որ այս նորը որ դրել են ավելի փոքր է, որտեղ տեխնոլոգիաները զարգանում են, շատ հնարավոր է, որ իրան չափերները փոքրանա, որտեղ 10 տարի առաջ եւ կամ 20 տարի առաջ սա այսպիսի տեսք չուներ, շատ ավելի մեծ էր։ Ու 10 տարի մեկ ինքը ավելի նոր տեսք է ստանում։ Լարերով ինքը ինչ որ միանում է սրտին։ Տեսնում եք այդտեղ այդ լարերը առաջի անգամ որ դնում են, հետո էլ ձեռք չեն տալիս, ու ինքը այդ լարերով միանում է սրտին, իր բատարեյկան մարտկոցը նստում է, հետո ոչ թե ամբողջ առաջ երևի միայն բատարեյկան են փոխում, հիմա ոչ միայն բատարեյկան են փոխում, այլ ամբողջ սարքը արդեն դարել է այնքան ինքը հասարակական, որ էլ չեն բացում, փոխում միջի բատարին մարտկոցը, մի անգամից արկահանում են, փոխում են ուրիշ սարք են դնում։ Այս սրտի ռիթմավորման իմպլանտացիան ամենակարևոր բժշկական միջամտություններից է։ Դա անում են, երբ որ մարդը սրտի խնդիրներ է ունենում, կամ աննորմալ ռիթմ է լինում, կամ սրտի կանգ է ունենում, այդ ժամանակ։ Այս պամադան հատուկ ես հիմա դնեմ ստեղ, որ դուք մոտավորապես տեսնեք չափը, բավականին, այսինքն նորմալ մեծ պամադայի համարյա ինքը չափի է։ Այսպես զգաք։ Եվ հաստությունն էլ ասեմ ձեզ էսա։ Ծանրությունն էլ բավականին ծանր է, որ ձեռքդ վերցնում ես ինչ-որ մի բան ու զգում ես, որ դա ոչ թե ինչ-որ բան վերցրեցիր, այլ ծանրություն է, այդ ձևի ծանրություն ես զգում։ Չափերով կարող եմ ասել մոտավորապես թե ինչ արմանանի սանտիմետրով ձեռքով դժվարապես պետք է անեմ։ Okay։ Չափերով սա մոտավորապես 8 սանտիմետր է։ Իսկ այս մասը մոտավորապես 5 սանտիմետր, 2-3 միլիմետր։ Այս փոքրիկ ռիթմավորման սարքով կարելի է սրտի զարկերը, ռիթմերը վերահսկել, կանոնավորել եւ մարդը նորմալ բնականon կյանքի մեջ է մտնում։ Այսը վիրահատությունը, այսպիսի վիրահատությունը առաջի անգամ որ վիրահատում եմ, ճիշտ ասած չեմ հիշում, բավական երկար է տևում երևի, որովհետեւ լարեր են տեղադրում, այդ լարերը երկարատև process է, բայց արդեն երբ որ տեղադրված է լինում լարերը եւ միայն բատարին պետք է փոխել,
մարտկոցը կամ այս ամբողջ սարքը միայն պիտի փոխեն, ոչ թե լարերը տեղադրեն, այդ ընդամենը տևում է մոտավորապես մի ժամ 20 րոպե մաքսիմում։ Ուրեմն ինքը սրտի խթանիչը ինքը շատ մեծ չի համեմատած դեֆիբրիլյատորի հետ։ Հիմա այս նկարի մեջ դուք տեսնում եք առաջինը միայն սրտի խթանիչն է, երկրորդը սրտի խթանիչը դեֆիբրիլյատորով։ Դա համար տարբերությունը տեսնում եք չափերի մեջ։ Եվ հիմա հաջորդ նկարում կտեսնեք, թե կոնկրետ որտեղ են տեղադրում, որ հատվածում են տեղադրում։ Սրտի վերևի այս հատվածներում, աջ կամ ձախ հատվածներում երկուսում էլ լսել եմ, որ տեղադրում են։ Ստեղ դուք տեսնում եք այս մարդու այս սրտի վերևի հատվածում արդեն տեղադրված է, բայց ասեմ ձեզ, այս արդեն բավական երկար ժամանակ է անցել, որովհետև սպին արդեն փոքրացել է։ Իրականում սպին, երբ որ դնում են, շատ ավելի մեծ է լինում։ Այս էլ էլի տեսնում եք վերևում կարդիոստիմուլյատորը կամ խթանիչ կոչվող սարքը սրտին լարերով միացված է։ Իսկ հիմա մի հատ փոքր վիդեո եմ տեղադրելու, որտեղ երբ որ այս սրտի խթանիչի կամ pacemaker-ի մարտկոցը նստում է, ինքը վերջի ամսում սկսում է ազդանշաններ տալ, որոշակի ժամին են դնում այդ ազդանշանը, ու որոշակի ժամի ինքը սկսում է սիգնալներ տալ, եւ այդ պահը դուք կտեսնեք, որ այս մարդու մոտ արդեն երևի վերջի ամիսն է եկել, ինքը բաթրին նստում է, մարտկոցը նստում է եւ ինքը սիգնալ է տալիս, որ բաթրին փոխելու ժամանակն է։ That is audible is coming out of my chest area here. Let's check it out, see what it sounds like. There it is. It's coming from my chest. What time is it? 10? That's the weirdest thing, to hear a sound like that coming from here. Inside your body. Inside my body. Իրականում տարբեր մեթոդներ կան, որոնցով կարող են իմանալ, թե այս մարտկոցի աշխատանքը որ էտապում է գտնվում։ Նախ բժշկի օֆիսում որոշակի ժամանակը մեկ գալիս է հատուկ մարտկոց ստուգող մասնագետը եւ դեղադրում է այդ սարքը եւ ստուգում է դրսից մարտկոցի ինչքան դեռ ինքը ունի ժամանակ։ Երկրորդը հեռախոսի application-ներ կա, որը միացված է սրտին եւ էլի որոշակի տեղեկություն է տալիս սրտի սարքի մարտկոցի մասին եւ երրորդը հատուկ մոնիտոր կա, որը տալիս են յուրաքանչյուր մարդուն, ով ունի այս սարքը, այդ մոնիտորը դրվում է այդ մարդու կողքը եւ այդ մոնիտորի միջոցով այս սրտի սարքից գնում է բժշկին ինֆորմացիա, թե ինչ վիճակում է գտնվում, ինչպիսի էպիզոդներ են եղել, ռիթմի խանգարում եղել է, չի եղել եւ ինչքան ժամանակ դեռ ունի այս սարքի մարտկոցը աշխատելու։